Տիկին Ջուլհակյան, իսկ ձեր կարծիքով, երբ որ падգամավորը ասում է, ես ուզում եմ հայ զինվորը մեռնի։ Ես զարմանում եմ ինքս ինձ վրա, որ ես հարցը տալիս եմ, բայց ամեն դեպքում եղել է այդպես դեպք։ Էթիկայի հանձնաժողովում քննարկելի երևույթ է դա, թե չէ, թե կարող ենք ասել, որ դե մարդու քաղաքական դիրքորոշումն է, ուզում է հայ զինվորը մեռնի։ Ինչ կարծիք եք։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Ռուբինյան, եթե ազգային ժողովի պատգամավորը նման հայտարարություն անի, էթիկայի հանձնաժողով պետք է բնականաբար ստեղծվի, բայց ես կարծում եմ, որ դա հիմք է, որ ազգային ժողովի պատգամավորը նման հայտարարություն է արել, իր մանդատը դնի, որովհետև իր երդման տեքստը ուղղակիորեն այն մասին է, որ մենք պատգամավորը պետք է նպաստի հանրային համերաշխությանը, պետք է մարդու իրավունքների պաշտպանությամբ անպայմանորեն ինքը ջատագով լինի եւ նման հայտարարությունները որևէ պատգամավորի կարծում եմ չեն բերում ոչ պատիվ, ոչ էլ որևէ հեղինակություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իսկ չեք կարծում նաև, որ տվյալ այն խմբակցությունը, որը ներկայացնում է տվյալ падգամավորը, որը ասել է, որ ինքը ցանկանում է, որ հայ զինվորը մեռնի։ Գոնե պետք է դիրքորոշում հայտնի իմանանք, այդ խմբակցությունը կիսում է այդ դիրքորոշումը, այլ կերպ ասած, Ուժեղ Հայաստան խմբակցությունը կիսում է Էդգար Ղազարյանի հայտարարությունն այն առ, որ իրենք ուզում են, որ հայ սակրավորը, երբ որ մտնի ականապատ դաշտ, տրաքի ու մեռնի։ Ինչ կարծիք եք, Տիկին Ջուլհակյան։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Ռուբինյան, ոչ միայն խմբակցությունը, այլ նաև կուսակցությունը, կարծում եմ իր անդամների հետ կապված պետք է բավականին խիստ լինի, երբ խոսքը վերաբերում է վարքագծի կանոններին, եւ կարծում եմ, որ նման հայտարարություններն են նաև նման վարքագիծն են նաև բերում քաղաքական համակարգի, ոչ միայն ազգային ժողովի, այլ նաև ամբողջ քաղաքական համակարգի նկատմամբ անվստահության եւ կարծում եմ, որ քաղաքական համակարգի յուրաքանչյուր մասնակից, այսինքն առաջնահերթ կուսակցությունները իրենք պետք է շահագրգռված լինեն, որ բարևարք լինեն իրենց անդամները եւ նաեւ այդ ցանկությամբ եւ այդ հավատամքով շարժվելով քաղաքացիական պայմանագիրը նախորդ տարի ընդունել է էթիկայի կանոնագիրք կուսակցականների համար եւ մենք հույս ունենք, որ սա վարակիչ կդառնա մեր քաղաքական համակարգի նաեւ մյուս կուսակցությունների համար եւ իրենք նաեւ իրենց կուսակցականների վարքագծի համար կկրեն պատասխանատվություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։